Եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է ճարտարապետ 3D վերակազմող Ռուբեն Սարգսյանը։ Շնորհակալ եմ Ռուբեն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Մի հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու այսօր, ոսկե պատմական կառույցների, շինությունների, կերպարների եռաչափ վերակազմման մասին է, ինչպես առաջացավ հետաքրքրությունը այս ոլորտի նկատմամբ, պատմական որ ժամանակահատվածին եք հիմնականում անդրադառնում։ Շատ լավ, ասեմ այսպես, ես հին աշխարհի մասնագետ եմ, այսինքն զբաղվում եմ հին աշխարհի պատմությամբ, մշակույթով եւ իրականում ոլորտ ասելով ոլորտը ինքը պատմության հնագիտության ոլորտն է, այսինքն իմ մասնագիտությունը այդ ոլորտի բաղկացուցիչ մասն է, ոչ թե առանձին, այսպես ասած, ճյուղը, որը շարժվում է առաջ։ Մասնագիտությունը իրականում ամբողջ աշխարհում շատ տարածված է, գուցե Հայաստանում դա դեռևս նորամուծություն է համարվում, բայց իրականում աշխարհում շատ տարածված պրակտիկա է, այսինքն եռաչափ տեխնոլոգիաների միջոցով, ծրագրերի միջոցով պատմական միջավայրը վերադարձնել, թեկուզ թվային տեսքով, վերադարձնել իր նախնական տեսքին, որպեսզի հանրությունը, թե գիտական ոլորտը, թե հասարակ մարդիկ, ովքեր որ գիտությունից հեռու են կամ պատմությունից, հնագիտությունից, շատ կարողանան հեշտությամբ, կարճ ժամանակում գաղափար կազմեն պատմությունից, կիրառական արվեստից եւ այլն։ Որ ոլորտում է ավելի շատ կիրառվում կինոյի, գիտության կամ այլ նպատակով։ Դե ընդհանրապես եռաչափ մոդելավորումը բոլորս գիտենք, ինչ ոլորտում ասես կա, չէ։ Եռաչափ մոդելավորմամբ հիմա սկսած, չգիտեմ, զարդերից վերջացրած ռենդերներից, որ հետագայում օրինակ շինարարություն են կատարում, որպեսզի շենքը կառուցեն, չէ։ Այսինքն շենքը կառուցելուց առաջ օրինակ նախագծին ներկայացնեն, ասենք թե շենքը ինչպիսի տեսք է ունենալու հետագայում։ Այսինքն խոսքը այստեղ ոչ թե հենց եռաչափ մոդելավորման հետ է կապված, այսինքն ոչ թե տեխնիկական խնդրի հետ է կապված, այլ տվյալների վերլուծության։ Այսինքն գործը մեծամասամբ կապված է տվյալների վերլուծության հետ։ Դա կլինի օրինակ ճարտարապետական, ճարտարագիտական, այսինքն ինժեներական, հնագիտական, մարդաբանական, այսինքն այդ բոլոր տվյալները, որոնք որ միջգիտակարգային մասնագետները տրամադրում են, տարբեր մասնագետներ ու պատասխանատու են իրանց ոլորտի այդ տեղեկությունների համար, ես հավաքագրում եմ, սինթեզում եմ, վերլուծում եմ եւ դրա հիման վրա 3D-ի միջոցով ստանում եմ այդ վերջնական պրոդուկտը, որը հենց դառնում է վերակազմությունը։ Այսինքն աղբյուրների ստույգության առումով դու Դա շատ կարևոր է, դա շատ կարևոր է եւ երբ որ դու այդ, այսպես ասած, վերջնական արդյունքը ունես, դա այդ վերջնական արդյունքը կարաս ներդնես ըստ պահանջի։ Այսինքն դա կարաս, եթե իհարկե կարիք կա դոկումենտալ կամ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմի մեջ ներդնես, դա կարաս ներդնես կրթական ոլորտի մեջ, ոնց օրինակ Հայաստանում ասում են տաշած քարը գետնին չի մնա, այսինքն եթե դու լավ բան ես ստեղծել, ինքը հաստատ իր տեղը կգտնի։ Մենք պատմական կերպարներին իհարկե կանդրադառնանք, մինչ այդ խոսենք պատմական շինությունների վերակազմման մասին։ Գործընթացը ինչպես է իրականացվում, փուլ նկարագրեք ավելի հանրամատչելի եղանակով պատկերացնենք։ Դե ամեն ինչ սկսում է իհարկե տեղեկության հավաքագրումից։ Կախված թե քո խնդրոառարկան ինչն է, այսինքն եթե ամրոց է կամ քաղաք է կամ ստույգ օրինակ մի հատ կառույց է կամ մի հատ հնագիտական իր է, դու սկսում ես հավաքել բոլոր հնարավոր տեղեկությունները, ինչ որ դրա հետ կապված կա։ Այսինքն իհարկե մինչև այդ թե հնագետներն են պեղել այդ հնավայրը, թե ճարտարապետներն են պեղված հնավայրը չափագրել, զուգահեռներ տարել հարևան երկրների հետ, վերլուծություններ կատարել։ Դու այդ ամբողջ տեղեկությունները սկսում ես հավաքագրել։ Դա կլինի հատակագիծ, դա կլինի արխիվային լուսանկարներ, որտեվ հիմա հնավայրերի երբ որ մենք գնում ենք, շատ դեպքերում ցավոք հնավայրը այն տեսքին չի, ինչպիսին նա եղել է պեղումների ժամանակ։ Դա կապված է ժամանակի ընթացքում քայքայման հետ, դա կապված է նաև նրա հետ, որտեվ շատ ընդունված գործելավոճ է, երբ հնագետը պեղում է հնավայրը, սակայն չի կարող ապահովել ծածկ կամ ինչ-որ բան, որը կպահպանի իր պեղածը, նա կոնսերվացնում է, նա այսինքն կրկին հողով ծածկում է այդ հատվածը։ Այնպես որ այդ արխիվային լուսանկարները շատ կարևոր են, որ հասկանանք թե այդ հնավայրը պեղումների ժամանակ ինչպիսին է եղել։ Այդ ամբողջ տեղեկությունները հավաքագրվում է եւ սկսում է այդ գործընթացը, այսինքն տեխնիկական գործընթացը, այսինքն հատակագիծը որ կա, դա թվայնացնում եմ, չափագրում եմ, անհրաժեշտության դեպքում գնում եմ հավելյալ տեղում էլի տեղազննում եմ, այսինքն տեսնեմ թե գուցե ինչ-որ մի բան ասենք թե այնպես չի այդ հատակագծում, գուցե անհրաժեշտ կլինի ասենք շտկել թե չշտկել։ Այդ ամեն ինչը անելուց հետո արդեն գործը գնում է ամենաբարդին գուցե 3D մոդելավորմանը, բայց 3D մոդելավորմանը ոչ թե բարդ է նա, որտեվ համակարգչի ծրագիրն է դժվար, այլ երբ որ դու սկսում ես 3D մոդելավորել մի
այսպես ասած օբյեկտ, դու սկսում ես բոլոր տեղեկությունները այդ օբյեկտի մեջ, այսպես ասած, սնուցել, որպեսզի օբյեկտը վերակառուցվի։ Ու շատ դեպքերում այդ տեղեկությունները, որ տարբեր մասնագետներ տվել են, որ սկսում են ասենց հավաքագրվել, սկսում են հակասել իրար։ Այո, սկսում են հակասել։ Ասենք մի պատ ավելի բարձրական թե մյուս պատը, եթե ինքը ռելիեֆի վրա է, եթե ասենք թե ընդ, չգիտեմ, ասում է շարը 3 շար է, բայց դուրս է գալի 4 շար է, ու սկսում է հակասել, ու դու արդեն այսպես ասած պետքա թե ճշգրտես, թե ինչ որ մեկի կոպիտ ասեմ, պոչը բռնես, այսպես ասած, ու այդ ուղղությամբ գնաս, որպեսզի վերջնական պրոդուկտը ստանաս, որովհետև ցավոք սրտի տեղեկությունը շատ ժամանակավոր երևույթ է, իրականում օրինակ մենք շատերը օրինակ 50 տարի առաջ չեն կարողանա ասեն քաղաքի որ հատվածում ինչ շինություն է եղել։ Շատերս քայլում ենք օրինակ քաղաքով մի կառույց ենք տեսնում ու չգիտենք։ Հիմա ասենք ինքը, չգիտեմ, բնակելի շենք է, բայց մինչև այդ ով է կառուցել այդ կառույցը, ինչի համար է կառուցել, մենք արդեն չենք հիշում։ Օրինակ իմ դպրոցը, ես եղել եմ իմ դպրոցի վերջին շրջանավարտի 2010 թվականին, ինքը վաղուց արդեն հյուրանոցի է վերածված։ Այսինքն ժամանակի ընթացքում սա փոփոխվում է ու մարդիկ այդ ամեն ինչը մոռանում են։ Մնաց վերադառնանք նախաքրիստոնեական 3000 տարի, հա, 3000 տարի հետ գնաց ընդհանրապես համարաբան չկա։ Դա համար շատ բարդ է այդ տվյալների վերլուծությունը։ Իսկ որն է եղել ձեր իրականացրած ամենահետաքրքիր, միևնույն ժամանակ ամենաբարդ նախագծերից մեկը, որը վերաբերում է մեր հայկական պատմական շինության, տարածքի կամ հնավայրի։ Ես իրականում որ աշխատում եմ վերցնել մի քանի հնավայր ցանկալիա նույն ժամանակաշրջանից ու միաժամանակ աշխատել մի քանի հնավայրի վրա։ Ինչի համար, որովհետև քանի որ դրանք նույն ժամանակաշրջանից են, հետևաբար նույն շինարարական տեխնիկան է գործել, նույն գործելավոճը, նույն ճարտարապետությունը, երբ որ դու 3D-ն անում ես, սկսում ես զուգահեռ տանել իր մյուս հնավայրերի հետ ու միաժամանակ այդ ամեն ինչ աճացնել, այսպես ասած, էլի, եռաչափ վերակազմություն անել։ Թերևս իմ համար ամենահետաքրքիրներից մեկը ես համարում եմ, որ դա Քրիստոսից առաջ 7-րդ դարում կառուցված Թեյշեբայինի ամրոցն է, որը այսօր անվանում են Կարմիր Բլուր, ներկայումս գտնվում է Չարբախի տարածքում, Հրազդան գետի հարևանությամբ եւ կառուցել է Ռուսիա երկրորդ արքան Վանի թագավորության ժամանակաշրջանում եւ ինչու է ինքը հետաքրքիր, որովհետեւ ինքը շատ տեղեկություն ունի։ Այսինքն իմ համար հնավայրը հետաքրքրություն առաջացնում է, եթե ինքը շատ տեղեկություն ունի, որովհետև մենակ տեղեկության հիման վրա դու կարաս 3D անես։ Նորից հստակեցնեմ, որ իմ կատարած աշխատանքը գիտական է, ինքը գեղարվեստական չի։ Այսինքն ես պատը չեմ ներկում ցույց տալի կապույտ կամ կարմիր, որտեվ հա իմ դուրը այդ գալիս է այդ գույնը, կամ ընդդեից ինձ չեմ հորինում։ Այսինքն եթե բավականաչափ տեղեկություն շինության, կառույցի հետ չկա, ես իրան ուղղակի չեմ զբաղվում այդ կառույցով։ Այսինքն ձեր կատարած աշխատանքը փաստահեն է։ Հա, չպետք է հորինված լինի։ Եվ Թեյշեբայինին դրանով Թեյշեբայինի ամրոցը նրանով է լավ, որ լավ է վատ է, վառել են, թշնամիները վառել են եւ դրա պատճառով ինքը պարզապես վառվել փուլ է եկել եւ մնացել է այնպես ինչպիսին նա եղել է, ոնց օրինակ Պոմպեյա կամ Հերկուլանում քաղաքները, չէ՞, որ մենք գիտենք Վեզուվիոս հրաբոխը ժայթքել է եւ Մոխրիտակ Իտալիայում թաղել է այդ երկու քաղաքները։ Ու ամեն ինչ մնացել է այնպես ինչպես որ կար։ Նույնը Թեյշեբայինին է, ոչ թե ուղղակի Վեզուվիոսն է իրան թաղել, այլ թշնամիները այրել են, իսկ ամրոցը եղել է երկու հարկանի, եւ երկրորդ հարկը ամբողջովին փլվելով առաջին հարկի վրա, ինչ որ եղել է առաջին հարկում, մնացել է այնպես, ինչպես որ նա կար։ Եվ այդ առաջին հարկում կան օրինակ պանրի արտադրամասեր, գարաջուր պատրաստելու արտադրամասեր, գարեջուր, գինի, ջուր եւ ձեթ, քունջութի ձեթ պահելու սենյակներ հատուկ կարասային։ Այդ ամեն ինչը ցույց է տալի, թե մեր նախնիները 2700-800 տարի առաջ ինչպես են ապրել, որովհետև մենք որ պատմությունը խոսում ենք, միշտ խոսում ենք արքաներ, արշավեց, գրավեց, սպանեց, մեծ էր, աստվածային էր, արքայից արքա էր եւ այլն եւ այլն։ Մարդկանց մեզ, կոպիտ ասած մեզ, բոլորիս, որովհետև սովորաբար մարդկանց հետաքրքիր է այն պատմական անձինք, ովքեր որ իրան զուգահեռներն են, օրինակ մտածում ես կամ ինչ որ հաջողություններ գրանցել։ Քոպես ապրող մարդն ժամանակ ոնց էր ապրում, ու այդպես բաները մեզ օգնում են ավելի լավ հասկանալ։ Իսկ ինչպիսի հեռանկարներ կան վերակառուցելու ձեր վերակազմած, հա, Թեյշեբայինի ամրոցը նույն։ Եթե արդյունքը լավն է, ինքը կարելի է տարբեր տեղերում ներդնել։ Ընդհանրապես հիմա կարելի ասել փուլային զարգացում է ունեցել, երբ որ ես սկզբից վերակազմություններ կատարում էի եռաչափ, իրանք զուտ կադրեր էին, կադր, այսինքն լուսանկար, որին վրա դու կարող ես նայել ու հասկանաս ինչպիսին է նա եղել։ Հետագայում այդ լուսանկարները ես սկսեցի արդեն վերածել 360 աստիճան լուսանկարների։ Այսինքն դա օրինակ համացանցում դրված է,
դու վերցնում ես քո հեռախոսը կամ մկնիկով օրինակ քո էկրանի վրա ու ոչ թե ասես զուտ լուսանկարը, այլ դու կարաս պտտացնել, ասեն շրջապատդ նայես։ Օրինակ հեռախոսդ հանում ես, պահում ես, ասենց նայում ես, այսինքն միջավայրը չկա, ինքը 360 լուսանկարը, բայց դա ավելի շատ հնարավորություններ է տալիս։ Դրանից հետո արդեն մոտեցումը իրական բավականաչափ հետաքրքիր դարձա, որովհետև իմ աշխատանքներից մեկը առաջին անգամ վերածվեց VR փորձառության։ VR փորձառությունը դա վիրտուալ իրականությունն է, virtual reality, այսինքն դու հագնում ես ակնոցները եւ ոչ թե դիտում ես կամ շարժում ես, այլ ընկնում ես այդ միջավայրի մեջ։ Դու միջավայրի մեջ ես ու դու կարողանում ես տեղաշարժվես այդ միջավայրի մեջ, տեսնես որտեղ ինչ կա, դռներով անցնես, եթե ընդ մարդիկ կան իրենց գործունեությունն են ծավալում, դա կլինի ասենք թե անձը, որը ընդ սեպագիր է ծեծում կամ քուրմը, որը ծես է անցկացնում, դու կարողանում ես ներկա գտնվել այդ ամբողջ գործընթացին։ Տեսնես ոնց է այդ ամենը տեղի ունեցել։ Երբ այնց է մեզ մոտ կիրառվում այս VR տեխնոլոգիաները եւ ինչպիսի արձագանքներ կան։ Ասեմ, որ այս փորձառությունը գլուխ կովալ չլինի, մեր Հայաստանում հələ որ առաջին փորձառությունն է եղել, այսինքն VR, ոչ թե VR-ը, այլ VR-ի միջոցով վերակազմված պատմությունը դիտելու փորձառություն։ Իրադարձության մասին է խոսքը, ինչ որ պատմական միջավայր, ոչ թե իրադարձության, այլ միջավայր, այսինքն ոչ թե պատերազմ կամ ինչ որ թագադրություն է, այլ միջավայրի մեջ, որտեղ մարդիկ զբաղվում են իրենց առօրյա գործելով ու դու կարող ես գնալ տեսնել ինչա կատարվում է այնտեղ։ Սա արդեն նախանցած տարվանից արդեն գործում է Էրեբունի թանգարանում, դա իրականացվել է Գիշյան հիմնադրամի աջակցությամբ եւ Արլուպ ընկերության օժանդակությամբ, որովհետեւ երբ որ դու անում ես վերակազմությունը, իդե վերակազմությունը ես արել եմ 8 տարի։ 8 տարի ծախսել եմ, որպեսզի այդ վերակազմությունը անեմ։ Այո, որպեսզի հասկանաս որտեղ ոնց ինչ է եղել։ Պայծառատեսության գուշակության հետ այնպես որ իմ գործունեությունը կապ չունի։ Հա, եւ 8 տարի հետո կատարելուց հետո այդ նյութը երբ որ դու ունես, դա նաեւ ծրագրավորում է ստացել։ Այո, միսուարյուն է ստացել, որտեղ ծրագրավորողներ են անհրաժեշտ, որպեսզի դա վերածեն VR-ի, որը արել է արդեն Արլուպ ընկերությունը։ Ու վերջնական product-ը դա է այդ VR փորձառությունը, որ դու կրում ես քո աչքերին ու կարաս պտտվես, նայես։ Պատմական որ միջավայրին կվերադառնանք, եթե հիմա փորձենք ձեր առաջարկած VR-ակնոցներով։ Սա իհարկե ակնոցը գտնվում է Էրեբունի թանգարանում, ես այսօր բերել եմ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք թանգարանից դուրս նայեք։ Դիտողները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ տեխնոլոգիաներ են այսօր նաև կիրառվում Հայաստանում իրականացնելու մշակույթի պահպանման, հանրարչակման գործում կարևոր առաքելություն։ Եվ ուսումնասիրման, որովհետև ես համարում եմ, որ ես չեմ համարում, դա փաստ է։ Պատմությունը ինքը թուղթ չի եղել, ինքը թիվ չի եղել, ինքը տար չի եղել։ Պատմությունը եղել է եռաչափ, ոնց որ մենք այստեղ նստած ենք։ Այսինքն որպեսզի պատմությունը հասկանաս, դու իրան պետքա տեսնես եռաչափ հարթակում, ոչ թե գիրքը բացես ու կարդաս թիվա անունը կամ կներեք ասածից համար Վարդան Մամիկոնյանը Տաղմուդ գետի որ ափից գնաց պատերազմի։ Օրինակ սա եթե համատարած այսպես կիրառվի նաև դպրոցականների համար կլինի հետաքրքիր ուսանողների, չէ՞, որ մենք ասում ենք հասովորիր այս պատմական դրվագը տվյալը, բայց ամեն դեպքում ավելի հեշտ է, երբ որ ֆիլմերի միջոցով են չէ դիտում, ավելի հեշտ է նաև ձեր ասես տեխնոլոգիայի միջոցով։ Դա կարելի է անել, բայց որոշակի սահմանափակումներով։ Ցավոք սրտի մեր 21-րդ դարը ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր ունի, եւ այս գերթվայնացումը ամեն ինչի, դասագրքերի մարդկանց որպես այդպեսին բոլորը շփվում են իրար հետ, երևի արդեն բոլորը միայն թվային ոլորտում եւ կրթական ոլորտ մտցնելը նմանատիպ բան մի քիչ վերապահումներ է պետք։ Ռիսկային է, բայց շատ վտանգավոր չի։ Եվ անհրաժեշտ է ասեմ, որովհետեւ եթե երեխան կամ ոչ միայն երեխան, բոլորս եկեք անկեղծ ասենք, ով ասենք թե կբարձի գիրքը ու կկարդա ասենք թե գրականությունը, թեև դա շատ կարևոր է, եւ մեր 21-րդ դարում, որտեղ բոլորը անընդհատ ինչ-որ մի տեղ շտապում են, ոչ մեկ կարդալու ժամանակ չունի, բոլորը շատ խիստ զբաղված են 21-րդ դարում, բոլորը ինչ-որ ավելի կարճ ժամանակում տեղեկության կլանման կարիք ունեն։ Դրա համար են ներկայումս ասում են reels-երը, չէ՞։ Հիմա ասենք թե երբ որ բլոգերները, ասենք բլոգ են վարում, իրանց մոտ դուք լուսանկարներ չեք գտնի։ Իրանց մոտ sense կարճ ռիլզեր են, ինչ որ տեղեկության մասին, շատ դեպքերում խիստ հանրամատչելի, ժամանակակից տերմինաբանությամբ եւ այլն, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ։ Հիմա ձեր տեխնոլոգիաների միջոցով ինչքան ժամանակում է հնարավոր դիտել եւ պատկերացում կազմել պատմական տվյալ միջավայրի մասին։ Հա, ստույգ VR-ը, որը ես բերել եմ որպեսզի ձեզ ցուցադրեմ, դա տևում է ընդամենը
8 րոպե։ Երբ որ ասում եմ տևում է 8 րոպե, որովհետև VR փորձառությունը ինքը ունի մեջը նաև ձայն, որը պատմա թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն ձայնը վերջանում է 8 րոպեից։ Դու կարող ես ընդ ինչքան ուզում ես մնաս, պտտվես եւ այլն եւ այլն։ Ում ցույց տվեք ինչպես օգտվել այս գործիքներից, սարքից։ Խնդրեմ։ Սա կարող եք գրել։ Ահա։ Ձախ ձեռքով վերցնում ենք joystick-ը։ Տեսնում եք դե միջավայր։ Այո, տեսնում եմ, ես տեղափոխվեցի Էրեբունի ամրոց։ Էրեբունի ամրոց, փաստորեն։ Էրեբունի ամրոցի բակերից մեկն է ձեր առջև։ Ողջ Էրեբունի ամրոցը չի։ Դուք հիմա գտնում եք Էրեբունի ամրոցի մի տաճարը, որը կառուցել է Արգիշտի արքան։ Հետ եմ գնում այժմ, որպեսզի ամրոցը տեսնեմ ամբողջական պատկերում, հետո կարող են չէ ներս մտնել։ Իհարկե։ Էրեբունի ամրոցը սկսել են պեղել 1950-ական թվականներից, առ այսօր պեղումներ անցկացվում է եւ նոր տվյալներ է բացահայտվում, եւ այն ինչ որ դուք ձեր առջև տեսնում եք, դա այն հատվածն են վերակազմել, որը բավականաչափ տեղեկություն ունի, որպեսզի ճշգրիտ վերակազմություն անել, գոնե մաքսիմալ ճշգրիտ։ Ընդհանրապես դուք հիմա գտնվում եք մի տաճարի ներքին բակում, տաճարը կառուցել է Արգիշտի առաջինը 782 թվականին Քրիստոսից առաջ։ Էրեբունի ամրոցի ներսում, այդ կապույտ կառույցը, որ դուք տեսնում եք։ Եվ ինչու է կապույտ ներկվել, տեսակետ կա, որ կապույտ գույնը ինքը խորհրդանշում էր երկինքը եւ երկինքը այնտեղն էր, որտեղ համարում էին, որ ապրում էին աստվածները եւ այսօր համարում են, որ ապրում է Աստված, եւ դրա համար տաճարը, որպես Աստծոտուն ներկում են կապույտ գույնի։ Եվ դիմացը, որ դուք տեսնում եք, ամբողջ գետաքարերով սալարկված ներքին բակի հատակն է, տեսնում եք հատակը գետաքարերով։ Եվ այդտեղ երկու տղամարդ այնտեղ սեպերն են փորագրում տաճարի հիմնադրման, տաճարի դիմացի հատվածում դռան աչուձախ կողմերում։ Եվ հիմա որ վերցանում ենք, ինչ է գրված սեպագիրի արձանագրությունում։ Այդտեղ գրված է, որ Աստված Իուբշային, Արգիշտին, Մենուայի որդին, այս Սուսիի տակ կարող եք հասկանալ տաճարի տեսակ, այս Սուսին կառուցեց։ Եվ ձախ եւ աջ կողմերում նույն տեքստն է գրված տաճարի հիմնադրման մասին։ Իսկ տաճարի դիմացը ներքին բակում, այդտեղ սովորաբար անցերկացում են ծիսակարգը, եթե անհրաժեշտ է լինում զոհաբերությունները եւ այլն եւ այլն։ Ինչպիսի արձագանքներ եք ստանում այցելուներից թանգարանի, երբ իրենք օգտվում են այս սարքերից։ Միանշանակ դրական, միանշանակ, շատերի համար VR փորձառությունը դեռ առաջին անգամ է լինում եւ շատ դեպքերում անգամ մի քիչ հուզումնալից է լինում, որովհետեւ երբ որ միջանցքում անցնում ես ու տեսնում ես ովքեր են դա նաեւ գրում, ոչ միայն երեխաները կամ մեծահասակները, նաեւ հաշմանդամարտիկ։ Հաշմանդամարտիկ, որոնք որ օրինակ չեն կարող բարձրանալ ամրոց եւ շատ խնդիրների հետ են առնչվում եւ VR-ի միջոցով կարելի ասել անգամ այդ հաշմանդամությունը արդեն հաշմանդամություն չի դառնում։ Իրանք մյուսների նման կարող են դիտել առանց որևիցե արգելքների, պտտվել, շարժվել, առանց ինչ-որ մեկի օգնությամբ եւ դա ոնց ասեմ, դրական տպավորություն է թվում, որ բոլորին կարողանում ես նույն մակարդակով մատուցես տեղեկությունը առանց սահմանափակումների։ Առհասարակ այս տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև ձեր գործը, որ իրականացնում եք վերակազմությունը, հայկական, այսպես ասած, մշակույթի պահպանման եւ հանրահռչակման առումով ինչ նշանակություն ունի։ Միանշանակ մեծ նշանակություն ունի եւ ասեմ ոչ միայն պահպանման եւ հանրահռչակման, այլ նաեւ ուսումնասիրման։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ դու երաչա վերակազմում ես միջավայրը, դու կարողանում ես այդ միջավայրը տեսնել, պատմական միջավայրը տեսնել այնպես, ինչպես այդ մարդիկ են ժամանակին տեսել։ Այսինքն դու ոչ թե զուտ կարդում ես դրա մասին, դու տեսնում ես դա։ Ու այդ տեսնելու միջոցով դու կարող ես ինչ որ մի բան հասկանալ, ինչ որ դու չէիր կարող հասկանալ, եթե VR-ով դա չտեսնեիր, եթե միջավայրում դա չտեսնեիր։ Մի հատ sense օրինակ բերեմ, որ արտասահմանից օրինակ բերեմ, էլի, ինչպես են դրսում նմանատիպ բաները օգտագործում, ոչ միայն մեր մոտ։ Օրինակ Մեծ Բրիտանիայում նմանատիպ փորձեր կատարել բրիտանական թանգարանը։ Իրենք ուրեմն վերակազմել էին Ասորեստանի արքաներից մեկի Սենեքերիմի պալատը։ Սենեքերիմի պալատի ընդունելության սրահը։ Այդ ընդունելության սրահը ինքը նեղ երկար ձգվող մոտավորապես մի 40-50 մետր ձգվող, ասենց մի հատ նեղ երկար միջանցք է, որի վերջում նստում էր արքան, Սենեքերիմը անձամբ։ Հիմա իհարկե այդ պալատը գտնվում էր, ինչու եմ ասում գտնվում էր, որովհետև պայթեցվել է ցավոք սրտի 2015 թվականին, գտնվում էր Իրաքում։ Ինչ որ կար պայթեցվել է, ինչ որ ժամանակին պեղել էին հնագետները, հայտնվել է եվրոպական թանգարաններում, բրիտանական թանգարանում, Բերլինում,
Լուվրում եւ այլն, այսինքն պալատը որպես այդպեսին ցավոք սրտի այսօր էլ գոյություն չունի։ Բայց իր մասամբ նմուշները պահպանվել են տարբեր թանգարաններում։ Հիմա բրիտանական թանգարանը այդ նմուշների հիման վրա բոլոր այդ նմուշները վերակազմել է, թվայնացրել է, նմուշ ասելով ես նկատի ունեմ պատկերաքանդակները, որովհետև պատերը գնում են եւ պատերի վրա պատկերաքանդակներ են դրված, քարեր են դրված, որոնց վրա տարբեր քանդակներ են։ Արքանը օրինակ, որտեղ ինքը գնում է եւ ոչնչացնում է իր թշնամուն, որտեղ ասենք թե գահի վրա նստած է եւ աստվածները իրան թագադրում են, որտեղ իր թշնամիները ոտքի առաջ ընկած են եւ այլն։ Այսինքն հին Ասորեստանում, երբ որ Սենեքերիմի պալատը կառուցել են, այնպես են արել, որ երբ որ մարդը գնում է դեպի արքան, կոպիտ ասած ինքնակենսագրականը արքայի նա ամբողջ ճանապարհի ընթացքում տեսնում է, CV-ին։ Այսինքն գնում ես դու արքայի մոտ, ճնշված վիճակում, նեղ երկամյացն սրահը, ու աչոք ձախ կողմերը տեսնում ես այդ նույն արքան ընդ այդ թշնամիներին ոչնչացնելուց, սպանելուց, ընդ աստվածների կողմից թագադրվելուց եւ այլն։ Եվ երբ որ Մեծ Բրիտանիայում դա VR-ով արել են, նրանք մի հատ շատ հետաքրքիր բան են փորձարկել։ Դրանք տվել են ուսանողներին տվել են այդ VR ակնոցները, նրանք հակել են եւ սկսել են այդ միջանցքով քայլել դեպի, այսպես ասած, տրամաբանական Սենեքերիմի մոտ այնտեղ։ Եվ երբ որ իրանք անցել են, հասել են այնտեղ, VR-ը հանել են, իրենց թուղթ են տվել եւ ասեն գրեք այս թղթի վրա, թե դուք ինչ հասցրեցիք տեսնել։ Պատկերացրեք դուք դեսպան եք ձեր երկրից եւ եկել եք արքայի մոտ եւ գրեք թե ինչպիսի տպավորություն թողեց ձեր վրա Սենեքերիմի պալատը։ Դուք վախ եք զգում, դուք ուրախություն եք զգում, ինչ հասցրեցիք տեսնել այդ պատկերների վրա, արդյոք այդ պատկերների ձեր վրա հոգեբանական ինչ ճնշում էին գործադրում, որովհետև երբ որ դու գնում ես Սենեքերիմի մոտ ու տեսնում ես, որ ինքը թշնամին ընդ է ոչնչացնում է, դու կոպիտ ասած սաղ բառերդ արդեն մոռանում ես, ասում ես, «Էս ում մոտ եմ գնում», այսպես ասած, էլի ինչ կարևոր մարդ է։ Եվ որ զգան այն զգացողությունները, որ ապրել են այդ ժամանակահատվածում։ Միանշանակ զգան եւ դա կարելի ասել արդեն գիտական նյութ է, գիտական վերլուծություն է, դու այսինքն նոր բան ես բացահայտում VR-ի միջոցով, ոչ թե զուտ ընդ քայլես տեսնես սիրուներ, թե սիրուն չէր, գեղեցիկ էր, թե գեղեցիկ չէր։ Դու կարողանում ես բաներ հասկանալ, որը ուրիշ կերպ հնարավոր չէր հասկանալ։ Երբ օրինակ այդ զուտ լուսանկարին նայես։ Հետաքրքիր է շատ եւ պատմական կերպարներին անդրադառնանք նաեւ հագուստներին արդյոք ձեզ հաջողվել է գրեթե նույնությամբ վերակազմել պատմական որևէ հագուստ պահպանելով ոճը տվյալ ժամանակահատվածի գույնը ձևը տեխնիկան ինչու՞ չէ հա իհարկե տեսեք ուրեմն գուցե հարց առաջանա թե հիմա այս մարդը օրինակ 3D-ով զբաղվում ճարտարապետությամբ զբաղվում հագուստը որտեղից այսպես ասած հայտնվեց։ Իրական կրկին ասեմ, որ մեթոդաբանությունը նույնն է, այսինքն տեղեկության վերլուծությունը։ Տեղեկության վերլուծությունը, որը եթե դու ուզում ես կարաս վերածես 3D-ի, եթե ուզում ես կարաս վերածես հագուստի վերարտադրության։ Իդեպ ասեմ, հագուստը վերարտադրում են, վերակազմում են, որովհետև ինքը ոնց ասած արդեն գոյություն ունեցել է, դու իրան վերարտադրում ես նույն ձևի, որտեվ կրկին ասեմ, ես չպետք է ինչ-որ մի բան հորինեմ, երբ որ դա անում եմ։ Սա հորինելու հետ ընդհանրապես պետք է կապ չունենա, սա գիտական աշխատանք է։ Եվ հա, ես կրկին մի երևի 6-ից 7 տարի, եթե չեմ սխալվում, գուցե ավել արդեն կորցրել եմ երևի հաշիվը, սկսել էի ուսումնասիրելը մեր հարևան թագավորության Կոմագենեի թագավորության, որը Տիգրան Մեծի ժամանակ մտավ մեր տերության մեջ եւ ղեկավարում էին այնտեղ Երևանդունիները, Երևանդունի տոհմներ ղեկավարում եւ այնտեղ ղեկավարում էր Անտիոքոս Երևանդունին։ Գուցե նա ձեզ հայտնի է նրանով, որ ինքը Նեմրութի սրբավայրն է կառուցել։ Նեմրութի սրբավայրը աստվածների պատկերներով գահերի վրա նստած 8 մետրանոց, չէ՞։ Եվ Անտիոքոս Երևանդունին այդտեղ իրեն պատկերում է իր ըստ երևույթին ամենաշքեղ արքայական հագուստով, որտեղ ինքը ինչպես Սենեքերիմը նշեցի, աստվածների հետ ձեռք սեղմում է, որպեսզի այցելուները գան, տեսնեն եւ ասեն, օ, ինչպեսի արքա ինքը անձամբ աստվածների հետ ձեռք սեղմում արել, այսինքն կոպիտ ասած աստվածները նրան կարգել են արքա։ Եվ այդ բոլոր պատկերաքանդակների վրա նա իհարկե իր ամենաշքեղագույն հագուստով պետքա ներկայանար։ Եվ այդ պատկերաքանդակները, որոնք կիսով չափ լավ են հասել, կիսով չափ վատ են հասել, օգնել են առաջինը, որպեսզի վիզուալ հասկանանք, թե արքայի հագուստը ինչպիսին է եղել, որպեսզի դա վերարտադրել։ Հետագայում դե պատկերը շատ քիչ է, որպեսզի հասկանաս դա։ Հետագայում ասեմ, որ այդ պատկերները ժամանակին եղել են նաև ներկված։ Հին աշխարհում, առհասարակ նաև Հունաստանում, դա Հունաստանից է, թերևս կարելի ասել այդ ժամանակաշրջանը սնվել անտիկ մշակույթից, թե հին Հունաստանում, թե անտիկ Հայաստանում արձաններ եւ պատկերաքանդակներ ներկվում էին։
Այն ինչ որ մենք տեսնում ենք հունական արձանների սպիտակ, մարմար եւ այլն, դրանք բոլորը իրական ներկված են եղել ներկերով։ Ներք ուղղակի մեզ չի հասել։ Նույն այդ պատկերաքանդակները, որ թողել է Անտիոքոս Երևանդունին Նեմրութ դեռան սրբավայրում, այնտեղ այդ բոլոր պատկերաքանդակներն եղել են ներկված։ Եվ ներկայիս ուսումնասիրողները հատուկ սկաների միջոցով, հատուկ քիմիական ռեակցիաների միջոցով, փորձարարական նմուշների միջոցով կարողացել են բացահայտել, թե այդ մակերեսի որ հատվածը ինչ գույնի է եղել իր ժամանակին ներկված։ Հետևաբար այդ հագուստի ինչ հատվածը ինչ գույնի է եղել։ Դրան գումարվում է իհարկե պատմական տեղեկությունները, որտեղ օրինակ մի այսպեսի դրվագ ասեմ, Անտիոքոս Երևանդունին ապրել է Տիգրան Մեծի կառավարման եւ նրա որդու Արտավազ II-ի կառավարման շրջաններում եւ նրանց հեռավոր բարեկամն է եղել կոպիտ ասած եւ նույն համարյա հագուստն են կրել եւ օրինակ նույն ձևի եթե ասենք թե տեղեկությունները քիչ են մեկ այլ տեղեկություն ենք վերցնում երբ օրինակ Տիգրան Մեծը այցելում է Պոմպեոսի բանակը երբ որ Պոմպեոսի զորքերը հռոմեացի տրիումվիրատի ներկայացուցիչներից մեկի զորավարի գալիս են Արտաշատի մատույցները Տիգրան Մեծը գնում է իր այսպես ասած նրա այդ հանդիպման եւ այնտեղ հռոմեացի պատմիչը հիշատակում է թե Տիգրան Մեծի ինչ գույնի հագուստեր այդ պահին կրել իր վրա այսինքն այդ հագուստի տեղեկությունը գալի կցվում է պատկերաքանդակին, գալի կցվում է այդ ժամանակաշրջանի ոճին, այո, ժամանակաշրջանի ոճին, մեր հարևանների ոճին, որովհետեւ որպես այդպեսին մինչեւ այսօր անգամ մեր հագուստը ինքը ամբողջովին թե մենք ունենք տեղական, թե ունենք ներմուծված հագուստներ, չէ, նույն ձևի այն ժամանակ է եղել։ Այսինքն առևտուր է եղել, այսինքն այդ բոլոր տեղեկությունները, թե զուգահեռները հարևան երկրների հետ, թե պատմիչների հիշատակությունները, թե պատկերաքանդակը, թե պատկերաքանդակի ժամանակին եղած ներկի գույնը, բոլորը կցվում են իրար հետ եւ արդեն այդ տեղեկությունը արդեն պրակտիկ ձեռքի աշխատանքի միջոցով դա կարելը կլինի, քանդակելը, տաշելը, ձուլելը կլինի, ես անում եմ, արել եմ ավելի շուտ եւ վերացել եմ այդ հագուստի վերարտադրությանը։ Ձեր ուսումնասիրությունների ընթացքում ինչպիսի հետաքրքիր, այսպես ասած, բացառիկ փաստ եք հայտնաբերել, որը ձեզ համարել է այսպես զարմանալի եղել։ Հագուստների առումով կարող եմ ասել, որ բացառիկ փաստը այն է եղել, որ այդ հագուստները շատ անհարմար են։ Անկեղծ ասեմ, որովհետեւ որ ասեմ, որ ես ինչ որ գյուտ եմ արել, չգիտեմ, ես այսպես, ես այնպես, չէ, ես իրականում հավաքում եմ տեղեկությունները։ Մի մասնագետես մի կտորն արել, մի մասնագետես մի կտորն արել, ես այդ կտորները միաձուլում եմ, ընդհանուր պատկեր եմ տալիս, որը կարելի ասել նորամուծությունը, նոր խոսքը, բայց ինչ որ ինքնագովությամբ զբաղվել, չգիտեմ, բացահայտեցի, սուտ կլինի։ Կարող եմ ասել համենայն դեպս, որ այդ հագուստները շատ անհարմար են եղել եւ սա նույնպես այսպես ասած գիտական փորձ է, գալիս է մտքի, թե ինչու են այն ժամանակ արքաները հատուկ մարդկանց բանում, որպես իրանց օգնեին, որ այդ հագուստները իրանք կրեին։ Դա այսինքն նրանից չէր գալի, որովհետեւ ծանր է եղել։ Ծանր եւ անհարմար է եղել։ Օրինակ նույն Անտիոքոս Երևանդունու հագուստը ինքը բաճկոն է եւ վրան ամբողջովին կարված են եղել ոսկե աստղեր եւ ռոմբեր։ Ոսկե աստղեր եւ ռոմբեր, որոնք որ կարված են եղել վրան։ Եվ երբ ես այդ բաճկոնը պատրաստեցի, լրիվ այդ դետալները կարեցի նույն չափով, նույն ձևով կարեցի եւ հակային վրա, ես հասկացա, որ դա պարզապես քեզ sense պարալիզացնում է։ Դու չես կարող մեջ շարժվես։ Ինքը վերածվում է զրահաբաճկոնի եւ բարձրանալ, գլխի թագ դնել, թիկնոց կապել, ընդհանրապես ոչինչ ման չես կարողանում անես։ Եվ հատկապես դրա համար կողքից մարդիկ են պետք, որպեսզի դա օգնեն քեզ անել։ Գուցե մարմնի կազմվածքը ավելի այն ժամանակ զորեղ են եղել, հզոր են եղել դրա համար։ Եթե մարմնի կազմվածքը զորեղ լիներ, հզոր լիներ եւ մականային, այսպես ասած, մասան ավելի շատ լիներ, հետեւաբար հագուստը նրան ավելի շատ կնեղեր, հետեւաբար նրա մեջ շարժվելը ավելի դժվար կլիներ։ Իրականում, չէ, իրականում դա փաստ է, որովհետեւ ասեմ, թե ճարտարապետությունը, որը 3D է, թե հագուստի վերարտադրությունը, նրանց միավորում է մի ընդհանուր բան՝ մարդուն ծառայելը։ Այսինքն նա պետքա նախ մարդուն ծառայի, նա ունի ֆունկցիա, նշանակություն, հետո նոր արդեն գեղարվեստական մոտեցում։ Դրա համար օրինակ, եթե օրինակ տաճարները կամ պալատները կամ ամրոցները, երբ որ դու վերակազմում եմ, ես տարբեր տեղեկությունների հիման վրա, ես նաև հիմք եմ վերցնում, թե սա մարդուն ոնց կարող էր ծառայել։ Օրինակ, մի օրինակ բերեմ, իմ ընկերները, երբ որ գնում են օրինակ արտասահման, կլինի դա Եվրոպա, կլինի, չգիտեմ, Արևելք եւ այլն արևելյան երկրներ, գնում են ասում են, նրանց մոտ այսպիսի պալատներ կան, բարձր, չգիտեմ, մեծ պատոհաններով, մեր Հայաստանում ինչու տենսները չկան։
օրինակ բերեմ, օրինակ եթե չգիտեմ, մեր հարևան երկիր օրինակ, Պարսկաստանը, Պերսեպոլիսը, որ եղել է Աքեմենյան Պարսկաստանի մայրաքաղաքը, գերտերության, որը Հնդկաստանից մինչև Հունաստան ու Եգիպտոս էր հասնում, պալատի բարձրության, առաստաղի բարձրությունը 18-ից 20 մետր էր։ Հիմա եթե Պերսեպոլիսը կառուցված լիներ հայկական լեռնաշխարհում, մեր տարածաշրջանում, ձմեռը մեր արքաները բառի բուն իմաստով ցրտից կմահանային, որովհետև ֆիզիկայից գիտենք, տաքոտը բարձրանում է վերև։ Այսինքն ամեն մի տարածաշրջան ունի իր սուբյեկտիվ, իր տեղական մոտեցումը։ Դա կլինի հագուստ, դա կլինի ճարտարապետություն, դա պետք է ունենա ֆունկցիա։ Եթե օրինակ չգիտեմ, Լուվրի օրինակ պալատը կամ Էրմիտաժը բերենք կառուցենք Հայաստանում, մեր Հայաստանի կլիմային նաև սեյսմոլոգիական առումներով, որտեղ մեր մոտ երկաշարժերը, այսինքն այո, տեղանքն է թելադրում, թե քո ճարտարապետությունը ինչպիսին պետք է լինի։ Նույն ձևի հագուստը։ Օրինակ Տիգրան Մեծի ժամանակ, նրա պապ Արտաշես առաջինի ժամանակ, նրա որդի Արտավազ երկրորդի ժամանակ մեր երկրում շատ մեծ ծաղկում ունեցավ հունական մշակույթ, արևմտյան մշակույթը, որ կոչվում է անտիկ Հայաստան։ Եվ ինչքան էլ հայերը ցանկանային հույների նման, չգիտեմ, երբ որ Հունաստանի մասին խոսում ենք, չէ, կիսամեր, կարծանները, ինչ որ տոգաները կախված եւ դիադեմաները, երբ որ մեր մոտ գար ցրտաշունչ ձմեռը, տոգաները մեզ չէին փրկի։ Հետևաբար գալիս է նաև այստեղ նշանակությունը եւ ֆունկցիան եւ հագուստը, որը պետքա ծառայի մարդուն, դա ունի։ Ինչքան էլ դա ոգեշնչված լիներ արևմուտքից, նա չէր կարող ամբողջովին կրկնել արևմտյան հունական ոճը, որովհետեւ դա պետքա բախվեր տեղական խնդիրներին։ Ռուբեն, իսկ ընդհանուր առմամբ քննադատության արժանանում եք դուք, երբ որ ներկայացնում եք ինչ-որ պատմական կերպար, պատմական կառույցա վերակազմում եք, որովհետև գիտական հանրության շրջանում միշտ չէ որ միանշանակ է ընդունվում։ Իրական գիտական հանրության շրջանում հենց այսպես ասեմ, քննադատությունը մի քիչ կոպիտ բառ է, ուղղորդում։ Գիտական հանրությունը, որովհետև գիտական հանրությունը հասկանում է, որ պատմությունը, որը կա, այսինքն այն տրիդեն, որը ես անում եմ, գուցե ինքը վերջնական չի, բայց ինքը հետագայում կհամալրվի։ Երբ որ նոր տեղեկություններ կան, ինքը կհամալրվի, այսինքն ավելի կհագենա։ Դրա համար ես չեմ ցանկանում ստեղծել հորինել ինձ ինչ-որ մի բան, որպեսզի հետագայում ինձ եթե ինչ-որ մեկը գա, մի հատ իմ սխալները ուղղի նոր գնա առաջ։ Գիտական հանրությունը այնպես որ այդ առումով շատ բարյացակամ է, նա, այսինքն եթե ուզում է, որ քո աշխատանքը լավ լինի, իսկ նա ուզում է, որ քո աշխատանքը լավ լինի, որովհետև գիտական հանրությունը բոլորս նույն նպատակին ենք ծառայում։ Եվ նրանք ուղղորդում են, որովհետև ես չեմ կարող բոլոր մասնագետների մասնագիտության համար պատասխանատու լինեմ, ինչպես ասացի, ես տարբեր մասնագետների միջգիտակարգային տեղեկություններ եմ հավաքում եւ իրենց հետ եմ ես քննարկում, որպեսզի վերջնական պրոդուկտը ստանամ։ Այնպես որ գիտական հանրության առումով ոչ մի խնդիր չկա, մենք բոլորս իրար այսպես ասած օգնում ենք, որպեսզի բոլորս առաջ գնանք։ Հանրության առումով է պետք է ասեմ, որ չկա, բայց մի կողմից դա վատ է, որ չկա, որովհետև 21-րդ դարում հատկապես ոչ վաղ անցյալում հայտնվել է մի այսպիսի թե լավ թե վատ բան, արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը միանշանակ ոչ, որովհետև արհեստական բանականությունը առայժմ համենայն դեպս, երբ որ դու իրան ասում ես, օրինակ գեներացրա, չգիտեմ, ինչ որ պատկեր, ու ինքը մոնղոլ թաթարական ինչ-որ հագուստով ինքը բարձրային դրա համար է ինքը կոչվում արհեստական բանականություն, արհեստական է։ Նա մեր նման մարդկային բանականություն չէ։ Եվ նա գեներացնում է մի նկար, որ շատ գեղեցիկ է, բայց իրականությանը կապ չունի։ Եվ հանրությունը, որը կապ չունի գիտության եւ հնագիտության հետ, նա չի տարբերում, դա ճիշտ է թե սխալ է, եւ տարածում է։ Մեկը տարածեց, 4-ը տարածեց, 80-ը տարածեց, հայտնվեց մի 6 բլոգերների բանում եւ դա արդեն մատուցվում է հանրությանը որպես գիտական փաստ։ Եվ շատ դժվար է այդ մարդկանց մեջից հանել, ասել գիտես, դա իրականության հետ կապ չունի։ Այնպես որ հանրության կողմից քննադատության չէ, շատ դեպքերում գիտեք ինչն է լինում, որը իհարկե շատ պարզ է եւ շատ ողջունելի է, հատկապես երբ որ VR-ը նայում են կամ հագուստը տեսնում են, միակ արտահայտություն կա, որը մի 60% ասում են, որտեղից սա գիտեք։ Շատ պարզ հարց է, շատ բարդ պատասխան է, որովհետեւ դե արի բացատրի, որ գիտես, այսքան ժամանակ տեղեկություններ եմ հավաքել, սենց, այն որ ասում եմ, սենց այս կետերից ու հոպ վերջում դարել է սա։ Ոչ ոլորտի մասնագետը մտածում է, տեսնես որտեղ են ինձ խափում, հա, այսպես ուզում են ճոխացնեն, թե ցավոք սրտի, քանի որ խափեությունն է Աստված տվել չի խնայել մեր 21-րդ դարում։ Հիմա ամեն մեկը կարող է ինչ ասես անի, ինչ ասես գեներացնի, Photoshop անի, կեղծի,
բան անի եւ մարդկանց մեջ այդ հավատը, որ ինչ որ տեսնում ես, սա արժանահավատ է եւ գիտական հիմնավորում ունի, քչանում է։ Իսկ երբեմն լինում է ձեզ մոտ հիասթափություն, երբ որ տեսնում եք դուք տարիներով աշխատել եք, հա, տասնամյակ մի, այսպես մի կերպարի վրա կամ մի պատմական շինության վերակազմման վրա ու տեսնում եք ինչ որ մեկ այնտեղ ձեր ասած արհեստական վարկանության միջոցով կամ այլ տեխնոլոգիաներ կիրառելով ստեղծել է այսպես կեղծված մի տարբերակ, որը ավելի լայն տարածում է ստացել։ Անկեղծ ասեմ, ինչ որ մի պահի, երբ որ արհեստական բանականությունը նոր հայտնվեց, ինչ որ մի պահի գուցե մի քանի օր այդպիսի զգացում ունեցել եմ, բայց կրկին ասեմ, որ չէ, որովհետև նորից Հայաստանում տարածված մեր իրականության մեջ տարածված արտահայտությունը տաշած քարը գետնին չի մնա։ Երբ որ քո աշխատանքը իսկապես ճիշտ է կատարված, որովհետև երբ որ մարդիկ զուտ ուղակի նկարներ են նայում, դա մի բան է, բայց երբ որ մարդը իսկապես ուզում է հասկանալ, թե իրականությունը ոնց է եղել, որովհետև իմ աշխատանքները տպագրվում են թե հանրամատչելի գրքերում, գիտահանրամատչելի իհարկե, թե հոդվածներում գիտական, թե տարբեր գիտական հաստատություններում, ուրախ կլինեմ ասել, որ ասենք թե այդ գիտական արված վերակազմությունները հայտնվել են օրինակ աշխարհացույցում։ Մեր համալսարաններում, թերևս բոլոր համալսարաններում դասախոսներն ու դասատուները կիրառում են այդ 3D-ները, որպեսզի ցույց տան։ Այսինքն դու չես կարող պայքարես մի բանի դեմ, որ միևնույնն է շատ տարածում ունի։ Դու ուղղակի պետք է ալտերնատիվ տաս եւ մարդուն թույլ տաս, որ ինքը որոշի գնա այն սիրուն գեներացված նկարի հետևից, թե փաստայինի։ Եվ դրա համար ես փորձում եմ նաև, երբ որ ես վերակազմում եմ, ես նաև փորձում եմ նրան ոչ միայն sense 4 ակադեմիական ինչ որ sense 3D անեմ, այլ որոշակի ինչ որ գեղարվեստական բան տամ։ Այսինքն եթե օրինակ միջավայրը վերակազմել եմ, հիմա անդե կարողա երկու սափոր, դրոշ, բան դնեմ, զուտ նրա համար որպեսզի մի քիչ գոնե sense գեղարվեստական տեսք է ստանա, որպեսզի նրանց գրավի։ Այնպես որ վատատես լինելու եւ հիասթափվելու կարիք չկա, որովհետեւ մարդը, որ միևնույնն է ցանկանում է ճշմարտությունը տեսնի, նա կգտնի եւ կփորփրի եւ կգտնի։ Եթե հնարավոր լիներ վերակառուցել որևէ պատմական հնավայր կամ ամրոց շինություն, որը դուք վերակազմել եք կամ մտադիր եք վերակազմել, որը դա կլիներ։ Իրականում վերակառուցել, հա, այսպես իրականում վերականգնել, վերակառուցել։ Կարող է իմ պատասխանը մի քիչ շոկային լինի, բայց ոչ մեկը։ Ոչ մեկը ասեմ ինչու։ Որովհետև կրկին ասեմ, ես զբաղվում եմ հին աշխարհի շրջանով եւ հին աշխարհից մեզ հասած այն ինչ որ ես վերակազմում եմ, դա այն հնավայրերն են, որոնցից բավականաչափ տեղեկություն չի մնացել, որպեսզի իրենց վերակառուցեն։ Վերակառուցում են այն հնավայրերի այն կառույցներն են վերակառուցում, որոնցից բավականաչափ նյութ է մնացել։ Օրինակ քարերի մեծ մասը տեղում է մնացել։ Օրինակ Գառնու տաճարը հիանալի օրինակ չէ։ Նա փուլ է եկել, բայց հետագայում երբ որ նրան սկսել են վերակառուցել, քարերի մեծ մասը 80%-ից ավելը եղել է եւ այդ գոյություն ունեցող քարերով իրանք վերակառուցել են։ Եթե մենք օրինակ վերցնենք, չգիտեմ, Թեյշեբայինին կամ Էրեբունին վերակառուցենք, դա կկորցնի իր պատմական նշանակությունը։ Եվ շատ կարևոր է պատմական միջավայրը պահել։ Եթե օրինակ Հռոմ այցելում ենք, Հռոմի կենտրոնական ֆորում Ռոմանում, այսինքն կենտրոնական հրապարակ են նախնական որ կա, այնտեղ որ տեսնում ենք, ընդ թե պալատ, թե տաճարը, թե սենատի նստելավայրը, բազիլիկաները կան, որոնք որ տեսնում ես երկու սյունա կանգնած խարիսխներն են եւ համարյա ոչ մի բան չկա։ Բայց այնպես չի, որ նրանք չգիտեն ինչպիսին է դա եղել, որտեղ շատ տեղեկություն կա, որպեսզի դա վերակառուցեն, բայց չեն վերակառուցում։ Որպես այդ պատմական միջավայրը պատմական շունչը մնա, թե չէ ինքը կվերածվի, կներեք ասած համար Դիսնեյլենդի։ Մի բան է, եթե դու օրինակ նույն ձևի գնաս 0 ինչ որ կետում նույն ձևի վերակառուցես, բայց կրկնօրինակ ես, այո, կրկնօրինակ ես։ Բայց պատմական միջավայրը պետք է մնա պատմական միջավայր, առանց խաթարելու, որպեսզի մարդը գա տեսնի, որ դա իսկապես հնավայր է։ Իսկ 21-րդ դարը բարեբախտաբար մեզ թույլ է տալիս թվային սարքավորումներով, VR-ով եւ այլն այդ ամեն ինչը տեսնել առանց հենց միջավայրին վնաս պատճառելու, որովհետեւ երբ որ դու իրան վերակառուցում ես, դու բարի բուն իմաստով իրան վնաս ես պատճառում։ Ուրիշ բան է, երբ որ դու այդ միջավայրը պետքա բարեկարգես, պետքա վրան ծածկ անես, որպեսզի չքայքայվի, այդ առումով այն չեմ կարող ինչ-որ ամբողջ Հայաստանը երևի է, որտեղ ամբողջ Հայաստանում ամեն մի գյուղ, ամեն մի քաղաք, Երևանում ամեն մի կետի վրա իրականը որ գնաս, մի նմանատիպ կառույց կգտնես։ Այնպես որ կոնսերվացնելու պահպանելու գործում շատ գործ ունենք, բայց վերակառուցելու այդ շրջանից չէ։
Իսկ եթե ընդհանուր ամփոփելու լինենք, խնդրում եմ ներկայացեք ձեր տեսլականը ոլորտի զարգացման վերաբերյալ, հա, այս տեխնոլոգիական դարաշրջանում արդյոք մենք համահունչ ենք ընթանում, զարգացած այսպես երկրներին շատ կա հասնելու եւ ինչ անելիք կա այս ուղղությամբ։ Կրկին ասեմ, վատադես չնեմ, բայց այո, որովհետեւ մեր երկրի գիտնականները, հնագետները եւ այլն թերևս մեր երկիրը ինչպես եւ միշտ ցավոք սրտի պատմության ընթացքում ոչ բարենպաստ ժամանակներում է գտնվում, ոչ հեշտ ժամանակներում է գտնվում, այսպես ասենք, բայց մեր գիտնականները կարողանում են թե ներքին ռեսուրսը, թե իրենց գործընկերների միջոցով այլ երկրներից գործը առաջ տանել։ Այսինքն թե գիտնականները, թե հնագետները։ Իսկ ինչ վերաբերում է եռաչափ վերակազմությանը, իմ առումով եթե ասեմ, ցավոք սրտի այս պահի դրությամբ որպես այդպեսին զբաղվում եմ ես սրանով եւ նաեւ իհարկե կա Հայաստանի ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամը, որոնք որ զբաղվում են մեծապես արևմտյան Հայաստանի հուշարձաններով, որոնք որ նրանք ավելի վտանգված են։ Եվ նրանց աշխատելավոճը, նրանք իհարկե մեծ թիմ են իրենցից ներկայացնում, հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամը, եւ նրանց շարքում է նաեւ Պարքև Ֆրանկյանը, որը զբաղվում է եռաչափ վիզուալիզացիայով վերակազմությամբ։ Իմ պարագայում կոպիտ ասած այդ ամբողջ ծանրաբեռնվածությունը թիմային մենակ ին վրա է, որովհետեւ ես զբաղվում եմ թե տեղեկությունների սինթեզմամբ, թե 3D մոդելավորմամբ, թե էդի վիզուալացման, որովհետև անգամ 3D մոդելավորման մեջ էլ, եթե օրինակ գնում եք ժամանակակից ինչ-որ մի հատ օֆիս, որոնք որ զբաղվում են 3D-ով, այնտեղ կա մարդ, որը զբաղվում է 3D մոդելավորմամբ, մարդ, որը զբաղվում է նրա տեքստուրաների մշակմամբ եւ մարդ, որը զբաղվում է ռենդերով։ Ես այդ բոլորը երեքը ես եմ անում, նաեւ այդ տեղեկության հավաքագրումը։ Այնպես որ կարող եմ ասել, որ այս VR-ը եւ մնացած 3D-ները մարդկանց լավ առումով վարակել են ու ժամանակի ընթացքում շատ ավելի մեծ թափով առաջ կգնանք։ Բայց որ ասեմ, որ ինչ որ այսպես ասած լճայինացման վիճակում է եւ անհույս վիճակում է, չէ, այդպես չի։ Միշտ աշխատելու տեղ կա։ Այնպես որ գնում ենք դեպի պայծառ ապագա։ Շնորհակալ եմ լավատեսական խոսքերի, բովանդակալից զրույցի եւ հանրամատչելի տեղեկատվության համար։ Շնորհակալ եմ, փորձեցի։